Դուք արդեն երրորդ օրն է իրականացնում եք, հա, այս գործողությունը իշխանափոխության պահանջով, ընդհանուր դինամիկան ինչպես է, հա, հետաքրքրում է մարդկանց, թե չէ։ Ամեն օրվա այդ դրական իմպուլսներ ստանում ենք, հաշվի առնելով, որ մենք չունենք տեղեկատվական, այդ խնդիրը միշտ կա, որովհետև բոլոր կարևոր ու գլխավոր մեծ լսարան ունեցող մեդիա դաշտը լրատվականները պատկանում են նրանց հիմնականում, ում կարող է գտնել մեր պաստառի վրա մերժված։ Այդ իսկ պատճառով մեր տեղեկատվական խնդիրն է, որ մարդկա անգամ տեղյակ չի, բայց փառք Աստծո, օր-օրի հետ քանակը աջակցության պատրաստակամությունը մեծանում է ու այս տեմպերով որ գնաց օրը շատ մոտ է ունենանք այն քանակությունը, որը մեզ պետք է։ Ինչն է ձեզ դրա հետ կապված վստահություններ շնչում, որ մի քանի օրից դա ունենալու եք։ Զուտ աճը, ձեր ասած դինամիկայի աճը։ Ինչպես է դա դրսևորվում, որովհետև հիմա սակավաթիվ է հրապարակը։ Դե հաշվի առեք, որ բացի ամսի 12-ը հստակ օր ասված չի նշված, որ 24 ժամյա ռեժիմով ստեղ ենք։ Ոնց որ նշեցիք, երրորդ օրն է ստեղ ենք ու արդեն այդ հիմնական հայտարարված առաջի օրվանից հետո երկու օր մարդկանց հոսքը գալ, մնալու, հետաքրքրվելու, գնալու հաստատակամությունը, պատրաստակամությունը հայտնելու, որ մեզ հետ են ու սպասում են հաջորդ հստակ օրվա, բացի այն, որ 24 ժամյա ռեժիմով ստեղ ենք, անկախ եղանակից ոնց տեսնում եք ու հիմա արդեն հաջորդ ընդհանուր բոլորի մի ժամում գալու, նույն պահին գալու օրն ու ժամը որոշված է ապրիլի 16-ին ժամը 18:00։ Այս անգամ եւս կնայենք քանակությանը ու երբ բավարարեց կգնանք այն քայլերին, որոնց չգնացինք շաբաթ օրը ամսի 12-ին անհրաժեշտ քանակությունը չունենալու պատճառով։ Չլինի այդ քանակությունը, կհայտարարենք հաջորդ օրը ու տեն շարունակ ու այս ընթացքում էլ յուրաքանչյուրը ով ունի ճշտելու բաներ, հարցեր, առաջարկներ գալիս են, զրուցում ենք, ստեղ ենք ու ամեն անգամ պարբերաբար կնշվի հիմնական օր, հիմնական ժամ ու ամեն անգամ քանակությունից կախված սպասելու ենք այնքան մինչև լինի անհրաժեշտ քանակություն ու այդ օրը, երբ որ կլինի այդ անհրաժեշտ քանակությունը այլևս ոչ ոք տուն չի գնա, այլևս կտեսնեք այն քայլերն ու գործողությունը, որի արդյունքում Նիկոլը ուղղակի ֆիզիկապես չի կարող գնա գործի։ Խոսքը ճանապարհ փակելու մասին չի։ Խոսքը նորից եմ ասում օրենք խախտելու մասին չի։ Չէ, դե բայց տեսեք, դա երկու բան է ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու գնա գործի, կամ այնքան մարդ է հավաքվում, որ կառավարական դահլիճից միջև կառավարություն ընդհանրապես շարժ չի լինում, կամ ֆիզիկական ինչ-որ գործողություն է արվում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Դե հարցակում օրինակ, առևանգում Նարեկ ջան, արդեն 3-4 հարցազրույցներ Չէ, որտեղ դուք փակագծեր չեք բացում, դա էլ ինչ է ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալ։ Իսկ խելամիտը փակագծեր բացել է։ Ժողովուրդը չիմանա ինչի համար է դուրս գալիս։ Ժողովուրդը իմանա ծրագիրը բավական է, այս ծրագիրը հայտարարված է։ Ամսի 16-ին 18:00-ի հանրահավաքին այս հարթակից էլ կհայտարարվի, կներկայացվի։ Ցանկացած ֆիզիկական հարձակում, ցանկացած ես քանի անգամ շեշտում եմ, որ օրենք չի խախտվելու, արդյոք ամեն օր նույն բանը պետք է ասել։ Դա ինչ է ենթադրում, կարող եք ավելի բաց ասել։ Ունեք հատուկ պլան, հա, որ Հա, ու դրա մասին բազմիցս ասվել է։ Չեմ ասում ոչ թե ժողովրդից թաքցնելու համար։ Չեմ բարձրաձայնում, մի խոսքով չբարձրաձայնելու պատճառը ժողովրդից թաքցնելը չի։ Ժողովուրդը ինքն է դա իրականացնելու մեր հետ միասին, ժողովրդից ինչ ունեմ թաքցնելու։ Բայց քանի այդ անհրաժեշտ քանակությունը չկա, ես նույնիսկ
Չեմ էլ մտածում այդ ուղղությամբ, երբ որ կլինի այդ ժամանակ կերևա։ Իսկ այն որ առաջին օրով արդեն իսկ մարդկանց հոց բազմություն չկա, դուք չեք կարծում, որ ձեր նախաձեռնությունը արդեն իսկ տապալված է։ Եթե չիմանայի բացակաների բացակայելու պատճառը միգուցե տեխնիկական խնդիրներ, բազմաթիվ գրանցված մարդկանց վախեցնելու փորձեր, հասկանում եք։ Այդ մարդկանց հետ խոսացել ենք, այդ մարդիկ արդեն ներկա լինելու են, ամեն ինչ բացատրել ենք, որ որոշների այն վերջին խրխռոցներն են, ամեն ինչ ասես անում են։ Դրա համար ես արդեն այդ հույսը իմ մոտ վերածվում է վստահության։ Վաղը չլինի, կլինի մյուս օրը չլինի, կլինի այն մյուս օրը, բայց դա լինելու է։ Հայաստանում վերածնունդ լինելու է։ Դա պետական ոլորտի աշխատողներն են, որ սպառնում են, չեն թողնում գանձեր։ Անկախ իրենց դիրքից ու պաշտոնից շարքային խուլիգաններ են։ Եթե նույնիսկ ինչ-որ պաշտոն զբաղեցնում, բայց չեմ կարծում։ Դուք նման ահազանգեր եք ստանում, որ մարդիկ ուզում են գան, հա, բայց սպառնում են իրենց։ Մարդկանց բացատրություններն են տենց։ 16-ին միայն հանրահավաք է լինելու։ Մեր ծրագիրը պետք է ներկայացվի, մի քանի բան տեղեկացվի։ Ու բնականաբար նորից ասեմ, քանակությունը բավարարի, էլ չենք սպասի հաջորդ հանրահավաքի։ Եթե ոչ, կսպասենք հաջորդ հանրահավաքի։ Ու տենց այնքան, մինչև մեզ անհրաժեշտ քանակությունը լինի։ Ու դա լինելու է։ Դա արդեն կա, դրա պոտենցիալը արդեն կա։ Ինչ-ինչ բաներ փուլեր անցնելուց հետո մարդկանց համար վստահության, համոզվելու, տեղեկատվության, իմանալու, հասկանալու, իրականությունը ճիշտ գնահատելու արդյունքում այդ օրը լինելու է շատ շուտ։ Տեսեք, այսպիսի մեկնաբանություններ կան, ասում են, որ ձեր այստեղ գտնվելը այս փուլում պատահական չէ, որովհետև արցախցիները եկել են վրան են դրել իրենց սոցիալական խնդիրների պահանջով եւ դուք եկել եք լրիվ նույն հրապարակում այլ օրակարգ եք սկսել ստվերելով այն մի խնդիրը, որը ավելի հնարավոր է, որը լուծելի է։ 2024 թվականի մայիսից ես խոսում եմ 2025 թվականի ապրիլին դուրս գալու մասին։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն ես 24 թվականի մայիսից գիտեի, որ տենց բան պետք է լինի, հա, եկել եմ, սենց բան եմ անում։ Հա։ Մեր պլանավորած օրն է մի տարի առաջվանից հայտարարված, մենք մեր հայտարարությանն ու խոսքին տեր ենք։ Իսկ ապրիլը ինչով է պայմանավորված եղել։ Գուցե դուք ասել եք ձեր եթերներում բաց եմ թողել, բայց ինչով է պայմանավորված։ Որոշ թե ներքաղաքական, թե տարատեսակ հաշվարկների հիման վրա ու գումարած դրան զուտ եղանակային սեզոնային պայմաններ են։ Տեսեք, 2 օր անձրևագալի քանակությունը հստակ, քանակության կրճատումը զգացվում է, նորմալ է դա։ Բայց ապրիլից սկսվում են այն օրերը, երբ կարելի է մարդկանց հետ գիշերակացովել մնալ, երկարել մնալ, որովհետև գործողությունը, եթե արվեց, գործողությունը չի դադարելու։ Այսինքն մի ժամ արեցինք, այն որոշների պես հիմա էլ գնացինք, չգիտեմ ինչ։ Չէ, մեր որոշումը հստակ է, ու եթե արվեց, դա պետք է պահվի 24/7 ռեժիմով։ Բայց ձեր ասածից էլ գալիս են այն մեկնաբանությունները, որ եղանակները տաքացել է, ընդդիմադիրները դուրս են եկել փողոց, հա, երբ որ ասում եք ապրիլին տեղումները քիչ են եւ այլն։ Հիմա մարդիկ ասում են հայրենիքը պետք է փրկել անկախ իրավիճակից։ Արագ ջան, սխալ հասցեատիրոջ եք այդ հարցը տալու։ Դուք այդ հարցը տվեք նրանց, ովքեր միշտ նայում են սեզոնին, միշտ սպասում են եղանակները տաքանանոր։ Եղել է սեզոն, որ մենք դուրսը չլինենք։ Ամառն ենք եղել, 22 թվականի նոյեմբերից, ներողություն, հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ենք եղել, ամեն օր, 2 ամիս շարունակ։
Մեր համար չկա համար ձմեռ, անձրև, ցուրտ։ Մինչև մեր դուրս գալու օրը 2 օր առաջ ես հայտարարեցի, որ կանխատեսվում է անձրև։ Հարյուրավոր մարդիկ խորհուրդ էին տալիս օրը փոխեք, մարդիկ կհասկանան։ Ես չեմ հասկանա օր փոխելը։ Եթե ես պատրաստվում եմ ու հայտարարում եմ, որ նահանջ չի լինելու, այսինքն եղանակը պետք է պատճառ հանդիսանա նահանջելու, դուք այդ հարցը տվեք այն ընդդիմությանը, ովքեր իրենց հարմարավետությունից դուրս ոչինչ չեն պատկերացնում։ Պատերազմի օրերից սկսած մինչև հիմա, որ խորշում էին գնալ դիրքեր, որովհետև, չգիտեմ, եղանակը լավ չի, ցուրտ, ինչա գնանք Մարսային։ Դուք ինձ այդ հարցը ինչի համար եք տալի։ Մարդիկ ասում են, այս շատ բան են ասում։ Չէ, բայց նաև այդ մարդկանց դուք պետք է կարողանաք համոզել, որ ձեր գործը արդար է, դուք իսկապես ուզում եք պետության համար լավ բան անել։ Այսինքն, եթե ես որոշել եմ ապրիլին ու հստակ փաստացի արձանագրված բան եմ ասում, որ լավ եղանակին միշտ ավելի շատ մարդ է, դա ինձանից որ մարդն է նոր իմանում, դա հստակ փաստ է, ու հիմնվելով այդ փաստի վրա ստացվում է ես անկեղծ չեմ։ Նիմանակ տեսեք, քոչայրանական ընդդիմությունն էլ է այդպես անում, գալիս են ցուրտ եղանակներին ԱԺ, տակերնումա դուրս են գալիս հրապարակներ։ Իսկ այդ ցուրտ եղանակներին, երբ իրանք ԱԺ-ում են, մենք անում ենք, արել ենք տարբեր թեմաներով, տարբեր պատճառներով ու առիթներով ակցիաներ, օրերով էլ, ամիսներով էլ։ Դրա համար ես չեմ այդ մարդում այդ հարցը պետք է տակ։ Դուք Արշակ Կարապետյանի հետ որևէ առնչություն ունեք, թե ոչ։ Բացի այսենց հարցերի ժամանակ իր անունը լսելուց ուրիշ ոչ մի։ Իսկ եթե նա գա աջակցի ձեզ համար ընդունելի լինելու է։ Մեր դիրքորոշումը հստակ է, չէ՞ Նարեկ ջան։ Հիմա ասենց ամեն տարբեր անուններ տալով առանձին իսկ սա, իսկ նա, իսկ նա։ Հստակ մեր դիրքորոշումը բարձրաձայնված է։ Նա նախկինների մեջ է մտնում։ Դուք ո՞նց եք համարում։ Դուք պետք է ասեք, ձեզ համար ինքը ընկալելի է, թե ոչ։ Ես ասենց ասեմ, իմ համար կա ներկա ու նախկին իշխանություն ոչ թե մարդու դեմքով, որ այս մարդը կոնկրետ, իմ համար կա հասկացողություն, որ այդ մարդը ոչ թե որպես անհատ ինքը եթե նախկինա կամ ներկա կամ դա ինստիտուտներ են։ Ու եթե տվյալ մարդը ես չեմ ֆիքսվում կոնկրետ ձեր նշած անունազգով, ես ընդհանուր եմ ասում։ Ծառայում այդ ինստիտուտի զարգացմանը ու դրա հետ մեկտեղ կարա գա այդ ինստիտուտների մերժված դեմքերի կողքը կանգնի ու խոսա։ Այսինքն գա դրանով ցույց տա, որ ինքն էլ է մերժում։ Խնդրեմ թող գա։ Եթե չէ, ուրեմն չէ։ Ես հայտարարել էի, որ այդ պաստառը ոչ մի րոպե չի իջնելու, այդ պաստառը ոչ մի րոպե չի էլ իջնում։ Ով ուզում է թող գա։ Թող գա այդ պաստառը իր ֆոնին պահեն ու ինքը խոսա։ Ինչի՞ չէ որ։ Տեսեք, պաստառը ասեցիք, հիշեցի, Facebook-ում հիմա շրջանառվում է ձեր մի լուսանկար Նիկոլ Փաշինյանի հետ 18 թվականին։ Դուք ինչ առնչություն եք ունեցել 18 թվականի հետ հեղափոխության հետ, աջակցել եք, թե զուտ պոպուլյար էր այդ պահին Նիկոլ Փաշինյանը, բոլորը նկարվում են։ Իմիջիալոց լավ հիշացրեցիք, մնում է հարցազրույցից հետո հիշեմ, մի հատ էլ նկար ունեմ, այդ մեկը չի։ Էլի նկար կա Նիկոլի հետ, կարամ տամ դրանով էլ զբաղվեն։ 18 թվին ինչ բան եմ ունեցել հեղափոխության հետ առնչություն, ոնց որ յուրաքանչյուր մարդ ունեցել է առնչություն հրապարակ դուրս գալու։ Օրվա կերպարն ա եղել, նկարվել ես հետո։ Գաղափարապես այդ շարժմանը չեք աջակցել։ Այդ շարժման մեջ ես ունեի մենակ մի նպատակ, ոչ թե Նիկոլին բերել իշխանության, այլ մերժել Սերժի ռեժիմը, որի օրոք անձամբ եմ տուժվել զրպարտանքի արդյունքում։ Ես ոնց կարայի ողջունել այդ ռեժիմը,
ու կլներ Նիկոլ, թե ով ուզում է լինի, դուրս գար իր դեմ, ես այնտեղ չլինեի։ Ու ես զարմանում եմ մարդկանց վրա, ովքեր այսօր դեմ են Նիկոլին, ու մենք դուրս ենք եկել Նիկոլի դեմ, բայց իրանք չկա։ Ուրեմն մի ասեք դեմ ենք։ Այդ այնուհանդերձ դուք ինչ-որ կերպ աջակցել եք, որ նա գա իշխանության։ Ես աջակցել եմ, որ Սերժը հրաժարական տա։ 18 թվին իմ հաղթանակի օրը եղել է ապրիլի 23-ը, երբ Սերժը տվեց հրաժարական։ Մայիսի 8-ին, երբ Նիկոլը ընտրվեց վարչապետ, իմ համար հաղթանակ չի եղել, ոչ էլ պարտություն, ոչ մի բան, ուղղակի օր։ Ասենք դա տարբերել պետք է, էլի։ Իսկ Սերժ Սարգսյանի հանդեպ վերաբերմունքը ինչով էր պայմանավորված։ Նարեկ ջան, նոր ասեցի։ Որ իր օրոք, մենակ ես չէի, որ զրպարտանքով ուղղակի երիտասարդ տարիներից, մեկի դեպքում 7 տարի էր, մեկի դեպքում մի տարի էր, իմ դեպքում 3.5։ 3.5 տարի ուղղակի գողացվեց, խլվեց։ Բա ոնց դեմ չլնեմ, բա ոնց ընդունեմ, բա ոնց չաջակցեմ իր հրաժարականին գնացող շարժմանը։ Անկախ նրանից թե հետո ինչ է լինելու, հա։ Հետո եղավ են, որ ընտրվեց Նիկոլը։ Ես այդ ընտրվելուն իրա չեմ աջակցել։ Անուղղակի բայց աջակցել եք։ Լավ, Նարեկ ջան, հիմա ուզում ես ասես լավ եմ արել։ Ես հարց եմ զուտ տալիս, դուք պետք է։ Դե բայց ես բացատրում եմ, դու ասում ես, ուրեմն եթե ստացվում է աջակցել եմ, ուրեմն այո, աջակցել եմ։ Հիմա ստեղ եմ այդ սխալը ուղղելու համար։ Ու խորհուրդ եմ տալի բոլորին, ովքեր եղել են այդ օրը հրապարակում, այսօր Նիկոլի մեջ ղեկավար ու հայ, չեն տենում կան կանգնեն կողքս, էլ ոնց ասեմ։ Դուք Հայաստանի արտաքին ուղղությունը ինչպես եք պատկերացնում, դեպի Եվրամիություն մենք պետքա գնանք խորացնենք, թե օրինակ արկա համակարգերում Նկատի ունեք հպատակության կարգավիճակով։ Որ մի կողմ եք դուք հպատակություն համարում Եվրամիությունը, թե ռուսական։ Ուր էլ գնաս, կարաս գնաս հպատակության կարգավիճակով ու կարաս գնաս ուղղակի դաշնակցության։ Ձեր հարցը պարունակում է հպատակության միտումով մի կողմ գնալը, թե դաշնակցության։ Նորմալ սուվերեն պետության ստատուսով։ Այսինքն ոչ հպատակության։ Ցանկացած պետության, որը մեզ ոչ մի թշնամական վերաբերմունք ոչ ունեցել է, ոչ ունի, ու ոչ էլ որևէ, ասենք, տուժ կրել ենք իր պատճառով։ Ես խնդիր չեմ տեսնում աշխարհի հետ։ Որոշ պետությունների, այո։ Ու այդ աշխարհի հետ գնալ դաշնակցության նորմալ է, գնալ հպատակության նորմալ չի։ Ռուսաստանի հետ վերանայելու եք դուք օրինակ մեր համագործակցությունը, հարաբերությունները։ Նախ Ռուսաստանը պետքա վերանայի իր բոլոր պայմանագրերը, որոնց արդյունքում մենք կորցրել ենք, ուզում եմ ասեի շատ բան, բայց փաստորեն ամեն ինչ համար է։ Երբ որ կվերանայի, երբ որ ճիշտ հետևություն կանի ու ճիշտ քայլ։ Ժամանակ կվերանայինք նաև։ Դուք կարծում եք, որ նա 22 թվականին Ադրբեջանի հետ ստորագրած այդ 40 քանի կետանոց պայմանագիրը պետք է օրինակ չեղարկի։ Ես կարծում եմ, որ նախ պետք է սկսել Մոսկվայի ու Կարսի պայմանագրերից։ Ու հերթով գալ մինչև Լավ, եթե Մոսկվան չեղարկի այդ Կարսի պայմանագիրը, ինչ է կանել։ Չի կարա չեղարկի։ Որովհետև այդ պայմանագրերը ապօրինի են։ Լավ, մենք մի առիթով խոսել ենք այս թեմայով։ Դրա համար չեմ ուզում կրկնվել։ 102-րդ ռազմաբազան պետք է շարունակի ձեզ Հայաստանում մնալ, թե ոչ։ Նարեկ, այդ հարցերը կարան լինեն հազարավոր։ Իսկ Մոսկվայի տունը մնալու է, թե չէ։ Իսկ դեսպանատունը փակվելու։ Ես ասում եմ, առաջինը պետքա Ռուսաստանը վերանայի այս դարերի։ Չի վերանայում, նա ասում է, ես գերտերություն եմ, ինչ ես ուզում, թող գնա։ Այդ է իր գնա։ Չէ, ոչ թե կոնկրետ ձեզ եմ ասում, Չէ, որպես Հայաստան ուր գնամ։
Ասում եմ չեմ վերանայում իմ շահերից է բխում Ադրբեջանի հետ ունենալ այս պայմանավորը։ Այդտեղից էլ կդրսևորվի վերաբերմունքը դրան ու կերևա ինչն է մնում։ Տեսեք, դուք հիմա չեք կարծում, որ պետք է դա ասեք, որ մարդիկ իմանան դրա համար Ոչ, գան չեմ ձեր կարծում, կողքին որովհետև կանեն, թե ես ոչ։ հիմա իրականացնում եմ ընդհանրապես շարժում, որը տանելու է 6 ամսյա կառավարության ժամանակավոր, այ երբ որ կգա հիմնական ծրագիր ներկայացնելու պահը, իմ ամենասիրած բանն է ժամանակավրեպ հարցերի պատասխանելը։ Չէ, բայց դուք հիմա ասում եք այն, ինչ 18 թվականին արել եք։ Օրինակ ասում եք ինձ պետք էր որ Սերժ Սարգսյանը գնար։ Հիմա ասում եք պետքա որ Նիկոլ Փաշինյանը գնա։ Հիմա մարդիկ մի անգամ արդեն արել են, ասել են Սերժը չլինի ով ուզում է թող Ես լինի։ չեմ ասում ով ուզում է լինի, ես ասում եմ Նիկոլը գնա նախկինը չգա ժամանակավոր կառավարությունը մեր գլխավորությամբ շարունակենք մենք մինչև գա հոկտեմբեր ամիսը ու գա հիմնական ընտրությունների ժամանակը ու այդ ընտրությունների անաչառության երաշխիքը հանդիսանանք մենք, ինքներս էլ մեր տեխնացությունը մեր ծրագրով ներկայացնենք ու տեսնենք ով է ընտրվում։ Այդտեղ բարդ բան կա։ Դուք կոնկրետ թիրախային հարցերի չեք կարծում պետքա Տվեք ձեր թիրախային բացատրություններ հարցերը, տաք, կոնկրետ որն է թիրախային հարց, որ բացատրություն չի գտնում։ Դուք ունեք արդեն կառավարության կազմ թեկուզ մտովի։ Այս պայն է ու ոչ միայն մտովի, որը վաղը կարա փոփոխվի, որը ավելի կհամապատասխանի այն ստանդարտներին, որով ընտրվում են կադրեր, կադրը կփոխվի։ Ու երբ որ գա այն պահը, որ արդեն ժամանակն է ներկայացնելու վերջնական թիմ, այդ թիմը կներկայացվի։ Երբ իշխանափոխության պահանջ է լինում բողոքի ակցիա, իշխանությունը միանգամից սկսում է անդրադառնալ ելույթներ, իրենց լրատվամիջոցով հրապարակումներ, դրանից հետևություններ են կանում, որ իշխանությունը ինչ-որ վտանգներ է տեսնում իշխանափոխության։ Հիմա ձեր մասով իշխանության մոտ լռություն է։ Ուրեմն վտանգավոր չենք։ Մեր համար նստած ենք, ինչ ենք անում։ Կամ էլ ուզում եմ տես ցույց տալ։ Բայց դուք ինչ եք կարծում, ձեր շարժումը վտանգներ պարունակում է։ Ես ընդհանրապես չեմ նայում իրանք ոնց են վերաբերվում, ես գիտեմ իմ անելիքը։ Հիմա որ մեկը իրանք ոնց են վերաբերվում, ինչ են մտածում, ինչ են խոսում, կան թե չկան։ Ես գիտեմ իմ անելիքը։ Եթե օրինակ լինի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանն օրինակ կամ իշխանությունից որևէ մեկը քննարկում է ցանկանում կա ունենալ ձեր հետ, դուք բաց եք նման քննարկում է ցանկանում ունենալ ձեզ հետ, դուք բաց եք։ Մի քննարկում կա, իշխանության անցնցում փոխանցում, թող կան քննարկելու։ Ուրիշ քննարկելու բան չկա։ Լավ, դուք ժամանակավոր կառավարությունը պատկերացնում եք միայն ձեր թիմակիցներով, թե դաշտում գործող սովորաբար ասում են համաձայնության կառավարություն, այդ ֆորմատին եք դուք հակված։ Դաշտում գործողներից ում եք տեսնում է շարժման մեջ։ Ես կարող չեմ նկատել, դուք մեկին տեսնում եք։ Տեսեք, երբ դուք ասում եք, որ ունեք արդեն ձեր պատկերացրած կառավարությունը եւ մյուս կարևոր գերատեսչությունների կազմը, դա առնվազն որ գցում ես հեչից մի 50 հոգի է, 50 միջև այն կարևոր վարչություններով եւ այլն 100 հոգի է, բայց այս բան չկա 100 հոգի մարդ այստեղ։ Այս անձրևին գիշերը եթե կադրեր են ընտրված, կադրերից կան մարդիկ, որ դեռ ճանապարհին են դեպի Հայաստան։ Որտեղից են գալիս։ Տարբեր տեղերից։ Այսինքն դրսից գալու են պետական պաշտոն զբաղեցնեն Հայաստանում։ Իրանք ընդամենը մի քանի օրով են բացակայել Հայաստանից ու հետ են գալի Հայաստան։ Տենց մարդիկ էլ կան, մարդիկ կան ստեղ են։ Լավ, քանի որ դուք ասում եք տեղեկատվական բլոկադայի մեջ եք, հիմա այս հատվածում կարակ եթե ցանկություն ունեք, դիմեք Ամսի 16-ին ժամը 18:00 թող լինի այն բավարար քանակությունը, որը չեղավ ամսի 12-ին, ու կլինի այն, ինչը չեղավ ամսի 12-ին։ Եթե 16-ին էլ չի լինում,
Մի ուրիշ օր էլ կնշանակենք։ Այնքան մինչև այդ քանակությունը լինի։ Ու նորից եմ ասում, այդ քանակությունը վաղ թե ուշ լինելու է։ Կլինի շուտ կախված է յուրաքանչյուրի վճռական որոշումից։ Ստեղ ամբյոնից ավելի մանրամասն ներկայացվելու է թե ծրագիր, թե ճանապարհային քարտեզ։ Շատ ու շատ բաներ։ Ներկա է պետք լինել։ Ընդհանրապես այդքան բան։ Ամսի 16-ին ժամը 18:00